Այսօր Հանրապետության հրապարակում 7 երկրների, այդ թվում Հայաստանի արտադրության զինտեխնիկա ցուցադրեցին։ Անակնկալ էր թերևս իրանական ու չինական տեխնիկան։ Իրանական Մաջիդ հակաօդային պաշտպանության համակարգերի ու չինական Rainbow ԱԹՍ-ների մասին մինչ այս չէր հայտարարվել։ Նման տեղեկություններ նաև մամուլում չկային, բայց Ազատության հետ զրուցած փորձագետներն ընդգծում են, որ հայկական անուններով ներկայացվածները հենց այդ զենքերն են։ Հրապարակում են Կարիճ զենիթային հրթիռային համալիրով սպառազինված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները։ Մոտակա գործողության Կարիճ ինքնագնաց զենիթային հրթիռային համալիրը նախատեսված է ցածր թռչող ինքնաթիռների, ուղղաթիռների եւ անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման ու ոչնչացման, ինչպես նաեւ կենսական նշանակություն ունեցող ռազմական եւ արդյունաբերական օբյեկտների հակաօդային պաշտպանության համար։ Զորահանդեսին ցուցադրեցին նաև ամերիկյան, հնդկական, ռուսական ու ֆրանսիական զինատեսակներ։ Արտասահմանյան բազմաթիվ զինատեսակներ իրանականի ու չինականի նման հայերեն անվանափոխված ներկայացրին։ Իրանական Մաջիդ հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով ըստ տարբեր աղբյուրների իրանական կողմը ամերիկյան ինքնաթիռների ու իսրայելական դրոնների է հարվածել ռազմական գործողությունների ընթացքում։ Տարբեր աղբյուրներ այժմ գրում են, թե Հայաստանն այս զինտեխնիկայի առաջին արտասահմանյան գնորդն է։ Ղարաբաղում կրած պարտությունից հետո Հայաստանը կարծես թե բազմաշերտ հակաօդային պաշտպանություն է կառուցում, ու Մաջիդները կարծես թե այդ համակարգի մի մասն են։ Իրանի հարցերով փորձագետ Սայրուս Ամերյանը Ազատության հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Իրանը Երևանի արևմտյան ձգտումներն անհանգստացնող չի համարում։ Եվ հրապարակ է մտնում անօդաչու թռչող սարքերի զորքերի հսկան, աղեղ ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքը։ Չինական Rainbow անօդաչու թռչող սարքերը վերջին օրերին կանգնեցրել էին հրապարակի մետրոյի դիմաց։ Դրանք կտորներով ծածկել էին։ Այսօր հաղորդավարն այն աղեղ անվանեց։ Անվանափոխվեցին նաև հնդկական Աքար զենիթահրթիռային համակարգն ու հնդկական Attack Haubitze։ Երթը շարունակում են Լուսան զենիթային հրթիռային համալիրով սպառազինված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները։ Ֆրանսիական Սեզարն էլ Արամաստ հրետանային համակարգ անվանեցին։ Հրապարակ են մտնում 155 մմ դրամաչափի Արամաստ ինքնագնաց հրետանային կայանքներ։ Իրական անունով ներկայացրին հնդկական Tata ընկերության ավտոմեքենաները, ֆրանսիական Bastion զրահամեքենաները, ամերիկյան M2 գնդացիրները, սովետական տարիներից արտադրվող ռուսական TOS-1A համազարգային համակարգերն ու D-30 եւ Tor հաուբիցները եւ Su-25, Su-30 ինքնաթիռները։ Այս պահին մայրաքաղաք Երևանի երկնքով Հանրապետության հրապարակի վրայով անցնում է զինված ուժերի ավիացիա։ Զորատեսակի գլխավոր առաքելությունն օդային եւ ցամաքային տարածքների պաշտպանությունն է։ Հայկական զինտեխնիկայի շարքում ցուցադրեցին Սևան ականանետները, Ատլանտ համազարգային կրակի համակարգերը ու հայկական արտադրության մի շարք անօդաչու թռչող սարքեր։ Այսօր ներկայացրին զինված ուժերի բոլոր ստորաբաժանումների նոր համազգեստները։ 10 տարի անց Հանրապետության հրապարակում անցկացված առաջին ռազմական շքերթը մինչ զինտեխնիկայի ցուցադրությունը մեկնարկեց բոլոր զոհերի հիշատակի համար 1 րոպե լռությամբ ու համազարգային կրակով։ Առաջին հանրապետության հռչակման օրն անցկացված միջոցառմանն իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. Հայաստանը հաղթահարում է պետության ժամանակավորության բարդույթն ու մտնում պետության հարատևության օրակարգ։ Փաշինյանը դարձյալ կրկնեց, բացի խաղաղապահ առաքելությունից զինված ուժերը Հայաստանի տարածքից դուրս անելիք չունեն։ Հայաստանի Հանրապետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան, փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Ավելի ուշ վարչապետը փակագծերը չբացելով հայտարարեց, թե Հայաստանի ռազմաարդյունաբերական ընկերություններից զինտեխնիկա են գնում նաև զարգացած երկրները։ Զարգացած երկրները պայմանագիր են կնքում, ընդ որում բազմամիլիոն դոլարի պայմանագրեր են կնքում արդեն իսկ մեր ռազմաարդյունաբերական համալիրի հետ։ Մենք գիտական մեծ պոտենցիալ ունենք եւ գիտության մեջ մեծ ավանդույթներ ունենք։ Իսկ ինչ են մտածում հանրապետության հրապարակում հավաքվածները։ Շատ ամեն ինչն է շատ լավ տպավորություն։ Ճիշտ է, կիսատ բեննայեցի, բայց շատ գոհ եմ։ Շատ լավ է։ Պարզապես կուզեի ամենտեղ խաղաղություն ելներ։ Մենք էլ Արցախը չփախնեինք։
Զինվորական տեխնիկաները լրիվ են կողմից նայելով եկել ենք, շատ են գնահատում, ապրեն իրանք։ Դաճելի էր, շատ զորացած ենք մենք մեզ զգում, լավ մի խոսքով։ Ռազմական շքերթի ավարտին հանրապետության հրապարակը սակայն զինվորականներինը չէր, աղավնին էր բաց թողած երեխաներինը։